Ինչու է լռում տղամարդը, ինչ է նշանակում նրա լռությունը և ինչպես է այն ընկալում կինը։ Աշխարհահռչակ հոգեբան Ջոն Գրեյն իր «Տղամարդիկ Մարսից են» կանայք Վեներայից գրքում բացահայտում է հարաբերությունների ամենամեծ գաղտնիքներից մեկը։ Մենք տարբեր մոլորակներից ենք, ուստի լռում ենք տարբեր լեզուներով։ Ամենահաճախ հանդիպող թյուրիմացությունները ծնվում են հենց այն պահին, երբ տղամարդը հանկարծ փակվում է իր մեջ, իսկ կինը չի հասկանում, թե ինչ է կատարվում նրա հետ։ Եվ այսպես, ինչ է նշանակում տղամարդու լռությունը։ Ըստ Ջոն Գրեյի, տղամարդու լռությունը համարվում է քարանձավ մտնել։ Սա նրա բնական հոգեբանական պաշտպանությունն է ստրեսից, հոգնածությունից կամ խնդիրներից։ Տղամարդու ուղեղն այնպես է կառուցված, որ բարդ իրավիճակներում նրան պետք է լռություն, մտքերը կենտրոնացնելու և լուծումներ գտնելու համար։ Լռելով նա պարզապես հանգստանում է արտաքին աշխարհի ճնշումից և վերականգնում ներքին հավասարակշռությունը։ Իսկ ինչպես է այս ամենը ընկալում կինը։ Քանի որ Վեներա մոլորակում կանանց մոտ ստրեսից ազատվում են խոսելու և զգացմունքները կիսելու միջոցով, կինը տղամարդու լռությունը հասկանում է այլ չափանիշներով։ Այդ պատճառով նրան թվում է, թե տղամարդն այլևս իրեն չի սիրում, կամ ինչ-որ բան է թաքցնում, կամ էլ իրեն պատժում է իր լռությամբ։ Այս վախից դրդված կինը հաճախ սկսում է հարցախեղդ անել տղամարդուն, ինչն էլ ավելի է բարդացնում տվյալ իրավիճակը։ Իսկ ինչ պետք է անի կինը։ Ջոն Գրեյը կանանց առաջարկում է մի քանի ոսկե կանոն, որոնք կփրկեն հարաբերությունները։ Սիրելի կանայք, մի մտեք տղամարդկանց քարանձավը, տվեք նրան տարածություն և ժամանակ։ Որքան շատ փորձեք ուժով դուրս բերել նրան այդ վիճակից, այնքան ավելի խորն է նա թաքնվելու իր քարանձավում։ Պարզապես աջակցեք լռությամբ և ասեք. տեսնում եմ, որ մտահոգ ես, ես կողքիդ եմ և եթե ցանկանում ես խոսել, ես պատրաստ եմ լսել քեզ։